Բարև ձեզ, գիտեք ինչ է ուզում հիմա ձեզ ցույց տամ, Ժորժ ջան, ոնց է ամեն մարդ երբ որ լավ արդյունք է ունենում, ասում երեխու պես ուրախանում է, այդ լավ արդյունքը գրեթե ամեն տեղ է լինում, չեմ ասում գրեթե, որտեղ լինում է տեղեր, որ որոշակի խնդիրներ ենք ունենում, զուտ նրա համար, որ երբ որ մարդիկ կոպիտ ասեն, տան կամ ամեն ինչի համար լավ գումարը ծախսում են, բայց այգուն մի քիչ լավ աչքով չեն նայում, ուզում են ավելի հողի շերտը ցածր լինի, ուզում են մի քիչ այն որ ասում են կամ ճտելով սարքեն, էլի, քիչ դետալավորում ունենան, ինչևէ, հիմա ես ցույց տամ մեր այն այգիներից մեկը, որ ցանել ենք հուլիսի 29-ին թե 30-ին, 29-ին կարծեմ, 28-ին, 29-ին, եւ արդեն օգոստոսի 2-ին, 3-ին, 4-րդ օրը մեր սերմը ծլած է եղել, որտեղ հողի շերտի բարձրությունը ոչ թե սովորական մինիմալ 15 սանտիմետր հողի շերտ էին կարել, այլ 30-35 սանտիմետր։ Դե բնական է, ինչքան հողից շերտի բաղադրությունը, մանավանդ ճշգրիտ սարքած բաղադրությունը արվում է, այնքան ժամանակատար է, այնքան ավելի ծավալով գործ ես անում, բնականաբար քառակուսի մետրն ավելի թանկ է եւ ավելի շատ շինանյութ ես օգտագործում։ Բայց ցույց տամ արդյունքը Ժորժ ջան, քանի որ մեծ համ հողի շերտն է լավ, համ մոնտաժն է գրագետ ու ճիշտ արած, ես իմ նյութերում ունեմ ցույց տամ, ունեմ ցույց տված, հիմա թեքեմ եւ էկրանը միասին տեսնենք, թե ինչ արդյունք ենք ստացել օգոստոսի սկզբերին ծլած հողից, գազոնից։ Տեսեք ժողովուրդ, այսօր ամսի 25-ն է, օգոստոսի 20 օրվա խոտ է ծլած, նայեք, ամբողջ այգին, այն վերևով էլ, այս ներքևով էլ, ինչ գեղեցիկ արդյունք ենք ունեցել, ինչ եմ սրանով ցույց տալի, ինչից ասեն Ժորժ ջան, դե սա ասեմ, հələ մոլախոտերը չենք անելու, փուլային հնձելու են մի քանի անգամ, հետո արդեն պարարտացնելու ենք, որպեսզի ունենանք ավելի խիտ գազան, հիմա խորությունը հողի ինչ արդյունք է տվել, խեմ սա ասում ենք, որ ցերեկով ջրում ենք, մտածում ենք ծառերը շոկի խաշվելու է, անգամ ծառերը չի մտածում ենք ծառերը կշոկի խաշվի, կվառվի, տեսեք, 8 անգամ ջրվելուց հետո իջեցրել ենք, սարքել ենք 4 անգամ, եղևնիներ ունենք տնգած, բայց փարկասու չի շոկի խաշվել, չի վնասվել, խեմ սա լուսաբանում, որ կարևոր արդյունքը նա է Ժորժ ջան, որ տվյալ այգու ոնց ասեմ, անվանեմ, տերը անգամ ամեն ինչ արեց, որ գրագետ արվի, որակյալ արվի, չասեց գիտես չէ, մի քիչ էկոնոմի անենք, քիչ լցնենք, սրտացավով արեց այգին, ու այս սրտացավով, այս հոգատար մեր նվիրված աշխատանքի արդյունքն էլ ունեցանք ահա այս գերազանց արդյունքը։ Բոլոր տեղերը ցույց եմ տալի, այս արանք մի քանի փոքրիկ կտորներով տեղեր կա, որոնք ինքը արդեն անդալիզ լինելով փակելու է, նորից կրկնեմ, մոլախոտերը հիմա չեն հանում, մի քանի անգամ հնձելուց հետո նոր հեռացնում ենք, որ գազոնի դաշտը ինքը ընդհանուր փակի եւ արմատային համակարգը հողը ոնց որ գրկած պահի, որ ամեն մոլախոտ հանելուց պիտանի սերմից էլ չհեռացնենք։ Այսպես է լինում Ժորժ ջան, գրագետ աշխատանքի արդյունքը, թող բարով վայելեն, շնորհակալ եմ մեզ վստահելու համար, եկար րոպեն էլ փչացրեցի արդեն գիշերը 1-2 անգամ աջրելու գիշերային ժամերին, ինչի 2 անգամ բաքը փոքր ենք դրել րոպեն քիչ աջրվում, այսինքն ամեն ջրելուց 3 րոպե աջրում, այս տարի այսպես կունենանք, եկող տարի արդեն 3 րոպեն էլ է բավական լինել, որտեվ գրագետ մոնտաժ արած, գրագետ հիմք է գցած այս այգու համար։ Այսքան է։